Նառան հոլովակը տեսել եք, չէ՞ ժողովուրդ, որտեղ ինքը բացատրում է, թե որտեղից են բոլոր տարբեր ազգերը դաշնակներին համարում իրանց գենոցիդ արածը։ Ում հետ խոսում ես, ասում է դուք եկել եք մեզ կոտորել եք։ Ես շատ եմ իրանց հետ խոսացել, շատերին բացատրել եմ, որ դուք հասկանում եք ինչ հիմարություն եք ասում։ Դուք ուզում եք ասեք, որ դուք այնքան դմբրած անգյալ ազգ եք, որ դաշնակները մի փոքր մաս, որոնք պոլիտիչեսկի պարտիա են, կոմպոզիտորներ են, դասախոսներ են, ուչոնիներ են, իրանք եկել են Հայաստանը թողել են, եկել են ձեզ կոտորելու։ Ինչի համար։ Իրանք էլ են ասում, բայց ինչի եք դուք եկել։ Ասում դե դու ասա, ինչի պետքա մեր տղամարդիկ թողեին, երբ որ թուրքերը ստեղ մեզ կոտորում էին, գան ձեզ կոտորելու։ Իմաստը որն էր։ Հետո ասում չեմ հասկանում, դուք մեզանից այդքան շատ եք, հիմա էլ են վախտել։ Ու մեր պոլիտիչեսկի պարտիան մի քանի հոգի, դուք ամբողջ ազգով ձեր երկրում, իրանք եկել էին Հայաստանից մի քանի հոգով, ձեզ կոտորեցին, գենոցիդ արեցին, ցեղասպանություն արեցին ու գնացին, բա դուք այդքան կոտորած, այդքան անգյալ բեբաշար ազգ եք, այդ վաղ մտածում են, ասում են, բայց լսի, իսկականից, բա տենց ոնց է, ասում հենց այնա, որ սուտ է, չեք հասկանում, որ դա սուտ է, որովհետեւ Ադրբեջանը, Թուրքիան են ձեր մեջ դա մտցնում։ Դուք եթե Նառան հոլովակը նայել եք, ինքը շատ լավ է բացատրում։ Ես իր հետ ձայնն եմ արել, որ էլի տարածվի։ Հիմա էլի կասեն, ինչի ես ռեակցիա տանում։ Հույսով եմ դուք նայել եք, բայց գիտեմ, որ շատերը չեն տեսել ստիպված, իմ հետ եմ անում, որ շատ տարածվի, շատ խելացի բաներ ասում ու երբ որ օտար մարդն է ասում չեզոք, այդ վաղ ավելի կարևոր է, չէ՞, շատերիդ համար։ Հիմա, բայց դու տեսաք ինչ ասեց Նառան Խանգայը, դուք լսեցիք Նառանը ինչ ասեց, ով ա դա սկսել, ժողովուրդ, մեր բոլոր պրոբլեմների քոքը ռուսն է, Մոսկվան ա դա սկսել, որպեսզի քանի որ սովետն ա հարձակվել տուրկմենների վրա, ուզբեկների վրա, եսիմ չեչենների վրա, սաղերի վրա կոտորել ա, հիմա սովետի ժամանակ չեն ուզեցել ասել, որ դա սովետն է, բայց դե այդ դեպքը եղել է, մարդիկ այդ ազգերը բողոքում են, խոսում են, ռուսը մոգոնել ա դաշնակ, ասել ա, որ այդ վաղտ արդեն դաշնակցությունը չկա, արդեն իրանց լավ չեզոքացրել են, դրեցին մեր դաշնակներին վագոնների մեջ, ուղարկեցին Ադրբեջան, այնտեղ դրանք տապորներով կացինահար արեցին, չէ՞։ Նկարը տեսել եք մեր տկլոր տղամարդկանց դիակները տապորից հետո, կացինից հետո։ Ուրեմն ռուսը Մոսկվայում որոշել է, ինչ որ ռեսպուբլիկան սովետը արել է, սաղ բարդի դաշնակների գլխին։ Հիմա ով ինչ պրոբլեմ ունի, ինչ պատերազմ եղել է, ինչ իրանց կոտորել են, սաղի մոտ տենց է գնում, որ դուք դաշնակներդ եք եկել արել։ Այդ ռուսն է իրանց ասել, Նառանը տենց պատմում է, Նառանը փաստեր ա բերում, որ այդ վաղտ Ռուսաստանը 1921 թե 25 թվականում ասեց, հնարել է դաշնակներին դեմ տա ու բոլորին ասի, որ այդ դաշնակներն են ձեր հետ արել, իսկ մենք իրանց հարցը արդեն լուծել ենք, որպեսզի իրանցից, հենց ռուսից քաշի դա վրայից։ Հայեր ընդեղ մի երկու հոգի էլ եղել է, թե չի եղել։ Ինքը ասում է, սաղ տարբեր ազգեր են եղել, իրանց հենց նույն ազգի ժողովուրդն էլ ա եղել, ուզբեկներ են եղել Ֆերգանայում, տարբեր տեղեր, բայց տենց բան չի եղել։ Այդ սաղ ասում է, հայերը կապ չեն ունեցել, դա ոչ էլ դաշնակներն են կոնկրետ կապ ունեցել, դա ռուսների հնարած բանն է։ Ժողովուրդ, դրա համար ես ասում եմ, մենք սենց կարող է իրար ուզբեկների հետ սաղորը կռվենք, ասենք չէ մենք չենք, չեչենների հետ կռվենք, ասենք չէ մենք չենք, ում հետ ասես մենք կռվում ենք, բայց տարբեր ազգեր այդ դաշնակները իրանց ասելով դառնում են մի քանի միլիոնանոց ինչ որ մարդիկ, որովհետև բոլոր ազգերում իբր թե դաշնակներ են գնացել ու վատ բաներ արել, բայց մենք պետքա վերջը հարցը լուծենք, մենք պետքա դիմենք Ռուսաստանին, մենք պետքա օֆիցիալ, մենք ազգովի բոլոր տեղերում ռուսներին պետքա ասենք, մեր բլոգերները բոլորը պետքա դրա մասին խոսան, ինչի եք դուք իրանց ձեզ բլոգեր սարքել լայքեր դնում, եթե իրանք ոչ մի անգամ ոչ մի բանից չեն խոսում։ Ժողովուրդ, դուք այդքան կարոտ եք սիրուն մարդկանց սիրուն նկարների, որ հենց մի հատ նկար են դնում ֆոտոշոպ արած, ես իմ ինչ արած, սաղին ձեզ բլոգեր եք դարձրել։ Ստիպեք այդ բլոգերները, որոնք միլիոնանոց, քանի 100 հազարանոց հետևորդներ ունեն, սենց բաներից խոսան։ Մենք պետքա ազգովի
բոլոր տեղերում ու բոլոր ռուսներին սրա մասին խոսանք ու պահանջենք իրանք պատասխան տան։ Պահանջենք ռուս բլոգերներն էլ դրա մասին խոսան։ Տեսակ Սվետլանան Սևանից ոնց հոլովակ արեց առանց պահանջելու, ինքը իր սրտից այնքան կարքին մաքուր կին է։ Ու ասեց Զիմլիտրիսենյայի ժամանակ, երկրաշարժի ժամանակ, ասեց իմ առաջվա ամուսինս օֆիցերերը տեղ աշխատում ու ձեր պայոկները, որ ձեզ էին ուղարկում երկրաշարժից մարդկանց համար, ինքը գողանում էր, բերում էր, մենք ստեղ Մոսկվայում ուտում էինք։ Ու շատերն են ասում, բոլորն են տենց արել, ով եկել է մեզ օգնելու, շատ-շատերը սովետից իհարկե, ֆրանսիացին չէր անի տենց բան։ Տարել են, գողացել են, տարել են, շատ-շատերը չեմ ուզում ասեմ, բայց գիտեք շատ-շատերը ուղարկել են իրանց ամենահին շորերը, ամենակրքրված շորերը, որ տիպը էտել է իրանց հերիք, բայց պայոկները տարել են ֆրանսիական ուղարկած պայոկներից։ Նենց որ մենք բոլորին մերսի ենք ասում, բայց մեր գլխին հենց շատ բաներ արել, որի մասին մենք չենք խոսում։ Հիմա մենք պետքա դիմենք Ռուսաստանին, մենք որպես ժողովուրդ պետքա բոլոր ռուսներին հետ խոսենք ու բոլոր ռուսներին ասենք այս թեմայից խոսացեք, դուք եք այդ խնդրը սարքե մեր գլխին, որ դաշնակների պատճառով սաղիս ասում են դուք սենց բան եք արել, որ դաշնակները վաբշե չեն եղել, ինչքան էլ չսիրեք դաշնակներին, բայց դաշնակների գլխին մի ջարդեք, հա, ուզբեկներում ինչ որ ցեղասպանություն արած այնտեղ։ Դա մեր ազգի գլխին է վերջնականապես գալիս, ոչ թե մենակ դաշնակների։ Թող, հենց դաշնակներ, դուք ռուսների հետույքն եք մտել, մի հատ այդտեղից դուրս եկեք ու մի հատ այս թեմայից խոսացեք, ձեզ են ասում, այս ամեն ինչը ռուսն է ձեր գլխից սարքել։ Նառանին լսեք, Նառանը բերանացի ասեց, որ սա Մոսկվայի Ռուսաստանի արած գործն է։ Սա բարթել են դաշնակների գլխին։ Ու օֆիցիալ պետություն, մի հատ հիշի, հա, որ դու կաս, մի հատ օֆիցիալ դիմի, խոսա, դրա մասին չինովնիկներ, գրեք, ձեր էջերում գրեք, հիմա այդ ավելի է ազդեցիկ, դաժե պետք էլ չի խոսալ։ Զախարովն ամեն օր վերականում ձեր հասցեին մի հատ վատ բան ասում, որ դուք էս եք արել, այն եք արել, մի հատ կարգին պատասխան տվեք, հա, դրան։ Ու սրա մասին խոսացեք, ասեք Ռուսաստան, դու դաշնակների գլխին բարթել ես, հիմա էլ դու կանգնի, ասա ինչ ես արել, բոլոր ազգերին պատմի, բացահայտ ասա, որ հայերը դաշնակները կապ չունեն, այդ մենք ենք արել, բարթել ենք իրանց գլխին, ոնց որ իրանց մետրոյում տրաքացրեցին, բարթեցին դաշնակների գլխին, որոնք ընդհանրապես այդ ժամանակ բոլորը ով իրանց ճանաչում, ասում է իրանք Երևանում էին, իրանք Երևանում եղած իրանց գլխին սարքեցին, ոնց որ չեչենների գլխին սարքեցին, երկու շենք FSB-ն տրաքացրեց, ասեց չեչեններ են արել, վտարահայ կամպանիա, չէ, արեցին չեչենների դեմ, այդ իրանց մեթոդն է, ժողովուրդ, այդ մեթոդն էլ Ալիևն է, չէ, սովորեք ԿԳԲշնիկա, չէ, այդ էլ շակալոնակը, սաղ իրանց ձևով անում, իրանք միասին այդ սաղ արեցին։ Շոյգուն վերջում չասեց, որ մենք мы провели блистательную операцию в Ղարաբաղի։ Ժողովուրդ այդ բառերի համար ո՞նց եք դուք սուս նստել։ Հələ մի հատ ինձ ասեք, ո՞նց եք դուք դրանից հետո ռուսամետ ժողովուրդ, ինչի չեք դա դնում պավեստկայի վրա ու դրա մասին խոսում։ Ամբողջ ազգը ամեն օր պետքա խոսա դրանից։ Ռուսի արածը պետքա ստիպենք ինքը բացահայտ ասի, ես եմ արել, ես մեղավոր եմ, ես դա ուզում եմ հիմա լուծեմ։ Արցախը կտրես տվեց Ադրբեջանին ու մենք այսենց տրագեդիայի մեջ ընկանք ու իրար հետ կռվում ենք։ Դե մի անգամ ստիպեք թող ռուսը վերկանա ասի, ես եմ դա արել, ես անջատել եմ, տվել եմ իրանց։ Ինչի չեք ստիպում իրանք ասեն։ Մեր բոլոր Ուրարտուի արտեֆակտները Էրմիտաժում են, ժողովուրդ ինչքան ենք պահելու մեր ապրանքը իրանց մոտ Ուրարտու անվան տակ, թող հետ բերեն, մենք պետքա ստիպենք իրանք հետ բերեն, դնենք մեր թանգարաններում ու գրենք հայկական արտեֆակտներ 9-րդ դար Դոնաշեի էրի, ինչի եք Ուրարտուի տակ թողել Էրմիտաժում ամբողջ աշխարհը գա Ուրարտական նայի, այն նրանք չգիտեն որ մտածում են Ուրարտուն Թուրքիայում է Մեր հետ վաբշե կապ չունի, եկել են Հայաստանից մեր ապրանքը տարել են, դրել են ուրիշ անվան տակ ու հիմա գիտեն դա թուրքական է, Թուրքիայում է, ժողովուրդ, այսքան բեբաշար կարելի է լինել ամեն հարցում։ Չեմ հասկանում ձեր երեխեքին ինչ եք տալ, ինչ պատգամ եք թողելու, դուք ինչ եք թողելու ձեր երեխեքին, 10 րոպե լրացավ։ Ձեր ծորների ժամանակ ընդհանրապես ոչ մի բան չի լինելու, լեզուս չորանա։